Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյա վիմերելոց, այսօր պիտի խոսենք Տիրոջ համբերության և մեր ապաշխարության մասին, բայց այս ևս ձեզանից ծածկված չլինի, սիրելիներ, որ Տիրոջ համար մեկ օր ինչպես 1000 տարի է և 1000 տարին ինչպես մեկ օր, Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն, բայց Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, և երկինքը պիտի անցնի չքանաշարաչյունով, և տարերքը հրով կիզված պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն։ Գիտեք, սիրելիներ, ի տարբերություն մարդկանց, որոնց համար ժամանակի 3 հանգրվան կա, ներկա, անցյալ և ապագա, Աստծո համար մեկ է, այն հավիտենական ներկա է։ Աստծո համար ժամանակներ գոյություն չունեն, մեր կյանքի ապրած օրերը, ժամերը, տարիները բաղդատած Տիրոջ ժամանակների հետ ոչինչ են, որովհետև հավիտենության մեջ չկա ժամանակի զգացողություն։ Դրա համար առաքյալն ասում է Տիրոջ համար մեկ օրը 1000 տարի է, 1000 տարի մեկ օր է, այլ կարևոր է այն ժամանակը, որի մեջ որ մենք ապրում ենք այս պահին, օգտագործենք մեր ապաշխարության համար։ Մյուս համարի մեջ Տերը իր մարդասիրությունն ու հայրական գուտն է ցույց տալիս մարդու հանդեպ, որովհետև Տիրոջ կեցվածք այսօր համբերությունն է յուրաքանչյուր մարդու փրկության համար։ Տերն ուզում է, որ ամեն ոք, ով ապրում է աշխարհի վրա, փրկվի ապաշխարության ճանապարհով։ Դրա համար նաև Եզեկիելի մարգարեության մեջ ասում է, եթե անօրենը դառնա իր չար գործերից փոխվի, նա երկար կյանք ունենա, եւ հարց է տալիս. միթե ես նրա կորուստն եմ ուզում, եթե ոչ նրա դարձը եւ ապրելը։ Տերը մեր դարձն է ուզում, չար ճանապարհից հետ կանգնելը եւ ապրելը հավիտենական կյանքի մեջ, որովհետեւ Աստված մարդուն ստեղծել է հավիտենական կյանքը ժառանգելու եւ իր ներկայության մեջ ապրելու համար։ Եվ արդեն վերջին համարի մեջ խոսում է Տիրոջ գալստյան մասին։ Տիրոջ օրը Հիսուսի երկրորդ գալուստն է, երբ Պետրոս առաքյալ անձամբ ինքը լսեց Հիսուսից, որ Տիրոջ օրը պիտի գա գողի պես չակնկալված ու չսպասված ժամին, բայց յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի։ Տերը առաջին անգամ եկավ ծածուկ, լուռ, հեռու ամեն տեսակ մարդկային գոռոզ գոչյունից, բայց նրա երկրորդ գալուստը ձայնով պիտի լինի, սարսուռով, երկնքի տարրերը, ուժերը պիտի շարժվեն եւ մարդիկ պիտի ունենան, որ Հիսուս գալիս է եւ պիտի գա եւ մեր բոլոր հանցանքները պիտի բացահայտվեն, ինչպես այստեղ Պետրոս առաքյալն ասում։ Մեր բոլոր գործած սխալները, մեղքերը, հանցանքները պիտի երևա, որովհետեւ Տերը գալիս է դատելու համար։ Եվ քանի որ Տերը արդեն երկրորդ անգամ բժիշկ չի գալի, երբ դատավոր է գալիս մեզ դատելու, ուրեմն մենք պետք է պատրաստենք մեր դատը պաշտպանելու, արդարանալու, մեր փաստերը ցույց տալու Տիրոջը, որ Տեր, քեզանից մեզ տրված ժամանակը մենք օգտագործել ենք մեր մեղքերը սրբագրելու, մեր մեղքերից հեռանալու եւ քեզ հասնելու համար, որպեսզի Տերը մեզ համար արդարացման վճիռ տա։ Չի կարելի իբրև քրիստոնյա ապրել, բայց հոգիդ գրավ դնել մեղքի մոտ, մեղք գործելով ապրել եւ հետո կարողանաս արդարանալ։ Քո հոգին պետք է ազատագրես այն բոլոր տեսակ սխալներից, մեղքերից, որ մարդուն կապում ես աշխարհի մեջ եւ հեռացնում Տիրոջ հավիտենական ներկայությունից։